ասեմ, որ մենք դեռևս իրար շնորհավորելու առիթներ կունենանք, սա շնորհավորելու բան չէ։ Մարդու կյանք մահը եւ մանդատի վայր դնելը դրանք հավասար բաներ չեն։ Դրա համար մենք մեր պահանջներից առաջինը պետք է արվի անհապաղ, որ Ռուբեն Հայրապետյանին ներգրավեն որպես կասկածյալ քրեական գործով։ Ուրեմն այս քանի օրը ժողովուրդ, այս քանի օրը փորձում են մի մասը փորձում են մտահոգաբար, որ գործ ունեք նենգա, վտանգավոր է ինքը։ Մի մասը ուղղակի փորձում են, որ մեզ հետ պահեն այս ամեն ինչից, բայց ասեմ, ամենամեծ վտանգը ֆիզիկական ինչ-որ բռնությունների ենթարկվելը չի։ Ամենամեծ վտանգը մեր ներսում ստրուկ պահելն է, ու դրա համար մի անգամ ու վերջնական պատասխանում ենք բոլորին, որ մենք ոչ ոքից չենք վախենում, սա մեր երկիրն է ու մենք տեր ենք այս երկրին։ Մեր կոնկրետ պահանջը հատուկ հանձնաժողով, հանձնախումբ ստեղծելն է, որը կզբաղվի այս գործը բացահայտելու համար։ Շնորհակալություն։ Այսօր մենք քաղաքացիական հասարակությունս հետամուտ ենք լինելու նմանատիպ դեպքերին եւ այլևս կանխարգելելու ենք ցանկացած քաղաքացու հանդեպ բռնության կիրառումը։ Մենք այսօր նաեւ դիմելու ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դեսպանատներին եւ հյուպատոսներին անձամբ մեկ առ մեկ, որպեսզի նրանք մերժեն ցանկացած համագործակցություն Նեմեծ Ռուբոյի բոլոր օբյեկտների հետ, նրան չտան ելքի վիզաներ Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի Նեմեծ Ռուբոն դատվի Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենքի ողջ խստությամբ։ Գնացեք մեքենաներին արդենիք չմտնեն, ոչ թե շողովի։ Սրանց տեսեք, դուք եք մնացել, հերիք եղավ բոն եղավ։ Ես ուղան մարջի սպանը սուտ ես խոսում։ Ոստիկան, կապտագուկ, ոստիկան, ամբողնաշար, ոստիկան, մորթապաշտ։ Արամն եմ Անուկյան, լսեք խնդրում եմ։ Շնորհակալ եմ, որ բոլորը տեսել եք, ապրել։ Ավարտվեց հատուկ նիստը, որին մասնակցում են, լռություն եմ խնդրում։ Ավարտվեց հատուկ նիստը, որին մասնակցում էր Եվրոմիության պրեզիդենտը, խոսեց Հայաստանի եւ խնդիրներից եւ բոլոր մնացած բաներից, բայց դա ինձ այդքան չի հետաքրքրում, ես ձեզ ասում եմ մեր նախաձեռնության մասին։ Ուրեմն 4 խմբակցություն, Դաշնակցությունը, Ժառանգությունը, մենք եւ Բարգավաճ Հայաստանը համատեղ ստորագրել ենք հարցնակարի գործով, կարճ ասեմ, հարցնակարի գործով լսումներ կազմակերպելու, հանդիպում հրավիրելու Գերագույն խորհրդում ազգային ժողովում իրավապահ մարմինների ղեկավարների հետ, կասեմ, շատ հակիրճ ժամկետում։ Ժամկետը մենք կարող ենք որոշել։ Շատ կարճ ժամկետում 4 խմբակցություններ հրավիրում են լսումներ բոլոր իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որոնք կապված են, որոնք պարտավոր են արագ բացել հարցնակարի գործը եւ պատգամավորական պարզաբաններ տալ եւ պատասխանել մեր հարցումներին։ Սա մի նախաձեռնությունն է, որին միացել են 4 խմբակցությունները։ Այդ ստորագրությունները արդեն կան ձեռքիս։ Ապրել իրենք։ Պետք է փակվեն եւ կոդ համարները, որոնք